Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Երբ որոշ երկրներ իրենց կամքին հակառակ կամ հապճեպ իրենց տարածքը զիջում են արտաքին արկածախնդիրներին, վաղ թե ուշ նրանք դրա դիմաց վճարում են իրենց իսկ տարածքում, հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին։ Նա ընդգծել է, ոչ մի երկիր ապահովագրված չէ տարածաշրջանային ճգնաժամի հետևանքներից։ Միևնույն ժամանակ դեսպանի խոսքով նույնիսկ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ընտրում են Վաշինգտոնից հեռավորություն պահելու քաղաքականությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիում վայրեջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը։ Այն Վրաստան է ժամանել Գերմանիայից եւ օդանավակայանում եղել է մոտ կես ժամ։ Դա հաջորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին։ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է թռիչքը, նշել ինքնաթիռների նման տեղաշարժերը ամերիկյան զորքերի գործողությունների սովորական մաս են եւ պարբերաբար իրականացվում են գործընկերների հետ համակարգմամբ։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլու գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա։ Նախագահին ընդունել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։ Քննարկվել են երկու երկրի համագործակցությունն ու առկա երկխոսության խորացումը, կարևորվել է երկկողմ այցերի դինամիկայի ակտիվացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը։ Վրաստանի նախագահը նշել է, որ Թբիլիսին կարևորում է Սլովակիայի հետ փոխադարձ աջակցությունը միջազգային ձևաչափերում։ Նա գործընկերոջը շնորհակալություն է հայտնել եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանին աջակցության եւ Վրաստանի եւ Եվրամիության միջև գործընկերության պաշտպանության ուղղված ջանքերի համար։ Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետի եւ ազգային խորհրդի նախագահի հետ։ Այս անօրինական պատերազմի գլխավոր պատասխանատուն Իսրայելի կառավարությունն է, որը թաղված է հակամարտությունների, քաոսի եւ ճգնաժամի մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահը անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։ Նրա խոսքով Իսրայելը ոչ միայն տարածաշրջանը դարձրել է ամայացող վայր, այլև տնտեսական ծանր բեռ է դրել ողջ մարդկության վրա։ Ռեջեփ Էրդողանը հավելել է, որ Բենյամին Նեթանյահուն պատերազմն օգտագործում է իշխանությունը պահելու համար։ Թուրքիայի ղեկավարը վստահեցրել է, որ Անկարան մտադիր է պաշտպանել երկիրը տարածաշրջանում շարունակվող հակամարտությունից, անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի Կնեսետի կողմից օրենքի ընդունումը, որով նախատեսվում է մահապատիժ կիրառել բացառապես պաղեստինցիների նկատմամբ։ Այդ օրենքը, որն ուղղված է պաղեստինցիների նկատմամբ իսրայելական ապարտեիդի ռեժիմի հետագա ամրապնդմանը, պաղեստինցիների նկատմամբ ժխտողականության, ոչնչացման եւ քաղաքական մահապատիժների շարունակությունն է։ Այն անօրինական է եւ անվավեր։ Անկարան նաև կոչ է արել միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Միավորված ազգերի կազմակերպությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ, քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու բազմակողմ դիվանագիտական նախաձեռնություններին, ինչպես նաև քննարկել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տարածաշրջանում հակամարտության գլոբալ հետևանքները Ֆիդանը քննարկել է նաև Ճապոնիայի իր գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ։ Անդրադարձ է եղել նաև Անկարայի եւ Տոկիոյի երկկողմ հարաբերություններին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը շուտով կավարտվի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները շուտով կհասնի Իրանում ռազմավարական կարևոր նպատակների եւ առաջիկա 2-3 շաբաթում շատ ծանր հարվածներ կհասցնի Իրանին։ Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի։ Այդուհանդերձ Թրամփը եւս մեկ անգամ նեղուցով նավթ ստացող երկրներին կոչ է արել պարզապես վերահսկողություն հաստատել ջրային երթուղու նկատմամբ եւ այն օգտագործել հօգուտ իրենց շահերի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ուղերձ է հղել ամերիկացի ժողովրդին, ընդգծել Իրանի ժողովուրդը երբեք թշնամանք չի տածել այլ ժողովուրդների նկատմամբ եւ իր ժամանակակից պատմության մեջ երբեք պատերազմ չի սանձազերծել։ Փեզեշքյանը շեշտել է Իրանը որպես սպառնալիք ներկայացնելը չի համապատասխանում ոչ պատմական իրողություններին եւ ոչ էլ դիտարկելի փաստերին, դա արվում է քաղաքական եւ տնտեսական նպատակներով։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան առաջարկները, որոնք Իրանին փոխանցել են միջնորդները, պարունակում են չափազանց կոշտ եւ անտրամաբանական պահանջներ։ Էսմայիլ Բաղայի խոսքով իրանցիները դրան վերաբերում են ծայրահեղ զգուշությամբ։ Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում։ Տարածաշրջանում շարունակվում են ռազմական գործողությունները։ Իրանը եւ լիբանանյան Հեզբոլլահը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տասնյական օդաչուներ են խոցել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իսրայելն իր հերթին հարվածել է Լիբանանին, որտեղ նոր զոհեր են արձանագրվել։ Պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի գոտում շուրջ 400 տարբեր նավ է կանգնած։ Մեկ ամսվա ընթացքում նեղուցով նավագնացությունը նվազել է 95%-ով։ Ըստ ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման համաժողովի սա խաթարել է էներգակիրների փոխադրումը եւ մեծապես ազդել համաշխարհային առևտրի վրա։ Իրան-Իրաքյան առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը տեսականորեն կարող է տարեկան 70-ից 80 միլիարդ դոլար վաստակել վճար գանձելով Հորմուզի նեղուցում ծառայությունների դիմաց, քանի որ այդ նեղուցով է անցնում համաշխարհային ապրանքաշրջանառության 20-ից 30%-ը։ Նրա խոսքով ծովային իրավունքի համաձայն երկիրը կարող է առնվազն տուրքեր գանձել նավերի անցումն ապահովելու համար։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին թվարկել է այն պայմանները, որոնք Թեհրանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ խաղաղության հասնելու համար։ Այդ կետերի իրականացումը պետք է լինի կրակի դադարեցման եւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ցանկացած նախաձեռնության հիմք, ասել է դեսպանը։ Այդ պահանջների ցանկում են ագրեսիայի ամբողջական դադարեցումը, դա չկրկնելու երաշխիքների տրամադրումը, նյութական եւ բարոյական վնասի լիարժեք փոխհատուցումը, Հորմուզի նեղուցում Իրանի իրավունքների հարգումը։ Դիվանագետը նշել է, որ Թեհրանը կշարունակի գործել ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում եւ կհամակարգի քայլերը ռազմավարական գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ։ Նա նաեւ նշել է, Իրանի իշխանությունները վստահ են, որ բանակցություններում միջնորդելու դեպքում Ռուսաստանը կներդնի հնարավոր ջանքերը, որպեսզի հաշվի առնվեն Իսլամական Հանրապետության շահերը։ Մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ եթե ռուսական կողմին ցանկանան տեսնել որպես միջնորդ, ապա Մոսկվան պատրաստ է դրան։ Բաքվում աշխատանքն են սկսել թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների եւ փոխնախագահների երկրորդ նիստը։ Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչները։ Մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունները Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Նրա խոսքով երկրները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ, աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում։ Ալիևի խոսքով Բաքուն մեծ ներդրում է ունենում թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման գործում։ Նա նաև շեշտել է տարբեր ոլորտներում համատեղ ջանքերի կարևորությունը։ Ալիևը առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազի գլխավորած պատվիրակության հետ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային իրավիճակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Ղազախստանի վարչապետ Օլժազ Բեկտենովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը միջին միջանցքի զարգացման համաձայնագիր կստորագրեն։ Աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին ընդհատումներ են առաջանում առևտրի եւ մատակարարումների մեջ, որոնք ապահովում են տարածաշրջանի պարենային եւ էներգետիկ անվտանգությունը։ Այս պայմաններում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին դիտարկվում է որպես ամենահուսալի եւ անվտանգ տարանցիկ միջանցքներից մեկը, նշել է պաշտոնյան։ Ռուսական կողմը երախտագիտություն է հայտնում Ադրբեջանի իշխանություններին Իրանին մարդասիրական օգնության փոխանցմանն աջակցելու համար։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով մարտի 27-ին Աստարայում իրան-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել դեղորայքի երկրորդ խոշոր խմբաքանակի հանձնումը։ Երկաթուղային տրանսպորտով մատակարարվել է ավելի քան 300 տոննա դեղամիջոց, ինչպես նաև մոտ 150 տոննա մարդասիրական օգնություն, որը հավաքվել է Դաղստանի Հանրապետության կողմից և առաքվել ավտոշարասյունով։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։